Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն քննարկում է Եվրախորհրդի կազմից դուրս գալու հարցը։ Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչու այդ հարցը ակտուալ է դարձել։ Հիշեցնեմ, այս հայտարարությամբ Իլհամ Ալիևը հանդես եկավ Շուշիում անցկացվող 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման արարողության ժամանակ։ Նա ընդգծել է, որ Ստրասբուրգում կտրուկ փոխվել է իրավիճակը համեմատած այն տարիների հետ, երբ ինքն էր ադրբեջանական պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ-ում։ Հիշեցնեմ այն բանից հետո, երբ Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Արցախում եւ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքներ թափանցեցին, Եվրախորհուրդը մի շարք հարցեր ուղղեց Ադրբեջանի ղեկավարությանը եւ մի շարք պահանջներ ներկայացրեց, եւ այդ պահանջները եւ հարցերը առհամարելուց հետո հերթական նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության անդամների լիազորությունները չճանաչվեցին եւ մեկ նստաշրջանի ընթացքում նրանք զրկվեցին քվեարկելու իրավունքից։ Ի պատասխան Ադրբեջանը ընդհանրապես հրաժարվեց նստաշրջանին մասնակցելուց, դրանից հետո բոլոր հետագա մյուս նստաշրջաններին նույնպես չներկայացավ։ Դրան արդեն հետևեց այն, որ Ադրբեջանը հայտարարեց, որ չի ճանաչելու մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, իսկ դրանից հետո մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ խզում է ցանկացած տեսակի հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, եւ Եվրախորհրդարանը հերթական բանաձևը ընդունեց, որը Ալիևի դուրը չեկավ։ Դե իսկ հիմա Ալիևը իրեն թույլ է տալիս վերջնագիր ներկայացնել եվրոպական կառույցներին, հայտարարելով, որ կամ Ադրբեջանի լիազորությունները վերականգնվում են առանց որևէ նախապայմանների եւ վերապահումների, կամ Ադրբեջանը ընդհանրապես դուրս է գալիս Եվրախորհրդից, մեջբերեմ նրա խոսքերը։ Ես բաց հայտարարում եմ, որ Ադրբեջանը քննարկում է ոչ միայն դադարեցնելու կամ սառեցնելու հարցը, այլ նաև քննարկում ենք ընդհանրապես այդ կազմակերպությունից դուրս գալու հարցը։ Ընդ որում իսկապես հենց այդ կոշտությամբ է դնում խնդիրը, կրկին մեջբերեմ, նրանք պետք է ետ քայլ կատարեն եւ խոստովանեն, որ սխալ են գործել, միայն դրանից հետո Ադրբեջանը կվերադառնա։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ Ստրասբուրգում շատերի վրա այս ռետորաբանությունը իսկապես ազդում է, համենայն դեպս Ալիևը հավաստիացրել է, որ այն բանից հետո, երբ նա տեղեկացրեց Եվրախորհրդի ղեկավարությանը իր մոտեցման մասին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անձամբ կապվել է իր հետ հեռախոսով եւ խնդրել է հանկարծ չանի այդպիսի բան, որ ժամանակ տա իրեն, որպեսզի նա փորձի խնդրին լուծում տալ։ Ալիևը ասում է, որ հարգել է այս խնդրանքը, ժամանակ է տվել խնդրին լուծում տալու համար, սակայն խնդիրը այդպես էլ չեն լուծել, ուստի ինքը իրավունք է իրեն վերապահում այժմ արդեն այսպիսի մի վերջնագիր ներկայացնելու։ Արտյոմ, Ալիևի համար ինչ-որ նպաստավոր շրջան է նման հայտարարությամբ հանդես գալու, նկատի ունեմ ինչու հենց հիմա։ Ես վստահ եմ, որ ամենևին էլ պատահական չէր, որ այս հայտարարությունը հնչեց անմիջապես այն բանից հետո, երբ Բաքու այցելեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ու Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը։ Բանն այն է, որ հակառակ միավորված Եվրոպայի օրենսդիր եւ ներկայացչական մարմինների, Եվրախորհրդանի եւ ԵԽԽՎ-ի պաշտոնական մոտեցումների, այս եվրոպաշտոնյաները ըստ էության սատարել են Ադրբեջանին, հայտարարելով, որ աջակցելու են Ադրբեջանի ղեկավարության վարած կուրսին։ Համենայն դեպս Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրամիության հավատարիմ դաշնակիցն է, որը փրկում է միավորված Եվրոպան Ռուսաստանի էներգետիկ դիկտատին, իսկ անձամբ Ալիևին անվանել է մի մարդ, ով մեջբերում եմ, ցուցաբերել է անձնական առաջնորդություն տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար։ Խոսքը հեն նույն այն մարդու մասին է, որին ԵԽԽՎ-ում մեղադրում են էթնիկ զտում իրականացնելու հրաման տալու մեջ։ Այսպիսով տպավորություն է ստեղծվում, որ այս եվրո չինովնիկները Իլհամ Ալիևին այսպես կարտ բլանշ կամ անգամ ինդուլգենցիա են տալիս, այն դեպքում, երբ
ինչպես ասացի, օրենսդիր մարմինները բոլորովին այլ տեսակետ եւ գնահատական ունեն։ Բնական է, որ ահա այդպիսի աջակցությունը Իլհամ Ալիևին պետք է որ թևեր տար եւ վստահություն ներշնչեր։ Եվս մի հանգամանք, որը կարծում եմ նույնպես պատահական չէ, ընդամենը 2 օր առաջ հայտնի դարձավ, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվելու է Ռուբեն Վարդանյանի գործով բողոքը։ Կարծում եմ սա նույնպես մեկը մյուսի հետ կապ ունի, Իլհամ Ալիևը կրկին իր համար դիրքեր է ստեղծում առևտրի համար հնարավորություն անելու։ Բայց միայն Եվրախորհրդի վրա է մատ թափ տալիս Ալիևը, թե ուրիշներին էլ է, ասենք, բաժին հասել։ Նույն այդ հայտարարությունում նա չափազանց կոշտ գնահատականները իրեն թույլ տվել Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հասցեին եւս։ Օրինակ Ֆրանսիայի ղեկավարությունը մեղադրել է նեոկոլոնիալիզմի մեջ, հայտարարելով, որ Ֆրանսիայի անդերօվկիանոսյան տարածաշրջանները տուժում են ֆրանսիական իմպերիալիստական քաղաքականությունից։ Հայտարարել է, թե Պոլինեզիայում ֆրանսիացիները ավելի քան 200 միջուկային փորձարկում են իրականացնել, անտեսելով տեղի բնակիչների իրավունքները, այսինքն ըստ էության կոչ անելով այդ բնակիչներին ըմբոստանալ Ֆրանսիայի իշխանությունների դեմ։ Իսկ Միացյալ Նահանգների ղեկավարությունը մեղադրել է նրանում, որ հակառակ իբր իրեն տված խոստմանը, իրենք այդպես էլ չվերացրեցին հայտնի 907 ուղումը, որը սահմանափակում է վարչակազմի իրավունքը Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը զարգացնելու։ Ալիևը պնդել է, թե Տրամփը իրեն նման խոստում տվել է, եւ չնայած դրան հարցը դեռ լուծում չի ստացել։ Եվ կրկին նույն վերջնագրերի լեզուն, մեջբերեմ կրկին նրա խոսքերը։ Այդ ուղումը պետք է ամբողջությամբ վերացվի։ Դա կնշանակի, որ իրենք խոստովանում են, որ սխալ են գործել եւ այսուհետ կատարելու են քայլեր, որոնք բխում են ընթացող աշխարհաքաղաքական իրավիճակից։ Եվ ահա այսպիսի բառապաշարով Ալիևը խոսում է աշխարհի գլխավոր գերտերությունների ղեկավարների հետ եւ տպավորություն կա, որ այդ ամենը հանդուրժում են եւ թույլ են տալիս իրենց հետ այդպես խոսել։ Շնորհակալություն։